Մենք միշտ որպես հանդիսատես տեսնում ենք այդ հաղթանակների պահը, բայց վստահաբար այդ հաղթանակները ունեն նաև իրենց հակառակ կողմը։ Իհարկե, կյանքի գնով կարելի ասել, քրտնաջան աշխատանքի շնորհիվ դա ձեռք է բերվում։ Իմ ամուսինը ինձ թեւութիկունք լինելով կարողացել ենք հաղթահարել։ Ես բախվել եմ դրան, որ ինձ մոռացել եմ, ես շատ ծանր եմ տարել դա, որտեղ մարզիկը կոտրում է։ Լավ, այսօր երբ ազդարարեցիր ավարտի մասին մեծ սպորտում, ինչով ես զբաղվելու Հռիփսիմե Խուրշուդյանը։ Իմ միակ աշխատանքը սպորտի մեջ է եղել։ Մեր հավաքականի բոլոր աղջիկները ասում են, ախր Հռիփսի քույրիկ, եթե դու չլինես հավաքների, մենք ո՞նց ենք անել։ Ողջույն բոլորին։ Անչափ ուրախ եմ ձեզ ողջունել հենց այս հարթակից։ Ինչպես միշտ եմ ասում, Սոցիալական արդարությունը ոդկաստ է մարդկանց մասին, մարդկանց համար։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ իհարկե միացեք Patreon-ին, որպեսզի մենք ունենանք հետաքրքիր զրուցակիցներ եւ անընդհատ զրուցենք մարդկանց մասին, մարդկանց համար։ Լինկերը կարող եք գտնել ստորև։ Իսկ այսօր իմ ոդկասթի հյուրն է բացառիկ անձնավորություն, չեմպիոն, ավելին Կին չեմպիոն ծանրամարտի գեղեցկուհի Հռիփսիմե Խուրշուդյանը։ Հռիփսիմե ջան, նախ թույլ տուր ի սրտե քեզ շնորհավորել, քեզ եւ քո մարզական ընկերներին բոլորին, որովհետեւ այս օրերին մենք շունչներս պահած հավատացած եղիր, որ հետևում էինք ձեր հաջողություններին եւ այն տեղատարափը, որ դուք քո մարզական ընկերների հետ կարողացաք մեզ պարգևել Հայաստանին, դա իսկապես մեր բոլորի հպարտությունն էր, մեր պատիվն էր եւ ինձ համար իսկապես մեծ պատիվ է, որ հենց քեզ հետ եմ այսօր զրույց ունենալու։ Անչափ շնորհակալ եմ թե հրավերի, թե շնորհավորանքի համար։ Հռիփսիմե ջան, ուզում եմ մենք անկեղծ խոսենք այն մեդալների, այն ոսկեգույն փայլուն մեդալների մյուս կողմի մասին։ Մենք միշտ որպես հանդիսատես իհարկե տեսնում ենք այդ հաղթանակների պահը, բայց վստահաբար այդ հաղթանակները ունեն նաև իրենց հակառակ կողմը։ Այդ մեծ հաջողությունները ինչպես են տրվում սպորտում։ Իհարկե շատ դժվարությամբ կյանքի գնով կարելի ասել, որտեղ մեդալները հեշտ չեն տրվում մարզիկներին։ Քրտնաջան աշխատանքի շնորհիվ դա ձեռք է բերվում։ Իսկ այս վերջի մեդալը դա բացառություններ ինձ համար, որովհետև նման մրցաշար ես չէի մասնակցել, ահավոր վնասվածքներ ունեի, ճողվածքներ, մկանի ձգում, ներվի բորբոքում, մի խոսքով, տանջանքով հասել եմ ես այդ Որտեղից այդ ուժը քեզ որ գտարքո մեջ ու մեզ պարգևեցիր այդ հաղթանակը, փաստորեն քո առողջության հաշվին նաև, առողջությունս դնելով ներդնելով սպորտի մեջ ես կարողացա հասնել արդյունքի։ Չգիտեմ, երևի կամքի ուժն է իմ մոտ ավելի շատ, ցանկությունը։ Իսկ որ տարիքից ես սկսել Հռիփսիմե ջան սպորտում քո քայլերը, ինձ հետաքրքիր է կպատմես։ 11 տարեկանից եմ զբաղվել ծանրամարտով, չեմ սիրել այս սպորտը, 3 տարի զբաղվել եմ, որից հետո արդեն քիչ-քիչ սկսել եմ սիրել։ Ոչ թե սիրել, այլ սիրահարվել կարելի ասել այս սպորտաձևին։ Հռիփսիմե, գիտես մեկ էլ ուզում եմ մեզ պատմես այն մասին, թե ինչպես է ստացվում, որ դու կարողանում ես համատեղել, մարզիկի եւ ընտանիքի, այսպես ասենք, համատեղումը, որպես կարիերա եւ նաեւ ընտանիք, որովհետեւ դու գիտեմ, ունես շատ գեղեցիկ ընտանիք, 2 բալիկներ, եւ փաստորեն տես, մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակահատվածում, երբ շատ կանայք դժվարությամբ են համատեղում անգամ աշխատանքային գրաֆիկով աշխատանքը, 9-ից 6-ը եւ ընտանիքը։ Այ դու ինչպես ես կարողանում դա համատեղել, որովհետև դուք անընդհատ մարզումների մեջ եք, ընտանիքից բացակայում եք, ոնց է ստացվել քեզ մոտ դա հաջողել։ Երբ որ ամուսնացած չէի, այնքան հեշտ էի պատկերացնում, որ ասում էի, դե կամուսնանամ, նորից կվերադառնամ, նույն ձևի կմարզվեմ, բայց իրոքից շատ դժվար է ու բարդ էր համատեղել թե սպորտը, թե ընտանիքը։ Իմ մեջ ուժ գտնելով, իմ ամուսինը ինձ թեւութիկունք լինելով կարողացել ենք հաղթահարել։ Առանց ընտանիքի աջակցության հնարավոր չի, չէ՞ այս ամենին հասնել։ Հնարավոր չէ, օրինակ երեխաներիս խնամքը սկեսուր մայրիկս է ստանձնել, եթե նա էլ չլիներ, հաստատ ես սպորտ հետ չէի գա։ Իմ մայրը, իմ որոշապասեփական մայրը հաստատ ասում է, ես չէի կարողանա, Այնպես որ կարողացել ենք թեւութիկունք լինելով վերադառնալ սպորտ։
Ռիփսիմե իհարկե այն ամեն ինչ որ դու արեցիր, հա, նորից եմ ուզում շեշտեմ, այդ ծանրաձողի բարձրացումը դա միայն քո պատվի հարցը չէր, դա մեր բոլորի պատվի հարցն էր եւ այո, շատ հուզված հետևում էինք այդ կադրերին, հա, բայց նայ, երբ մենք վերլուծում ենք, հա, ընդհանուր իրավիճակը, գրեթե յուրաքանչյուր բնագավառում, հատկապես սպորտում, մարզիկը հաջողությունների այդ փուլում իհարկե, այսպես հանդիսատեսը համար ուշադրությամբ հետևում է, մեծարում է, բայց կարծես թե այդ միայն տևում է այդ փառքի Օլիմպը մարզիկի համար միայն այդ նվաճումների փուլում, հա, որովհետև հետո երբ թողնում են մեծ սպորտը, հատկապես մեր օրերում, երբ ժամանակակից աշխարհը այսպես արագ ռիթմով է, հա, գնում, կարծես թե հասարակությունը ավելի կարճիշողություն ունի եւ շատ մեծ վտանգ ասեմ, այն ազդակ ասեմ, որ կարող են մոռացության տալու, հա, այն ճանապարհը, որ անցել է մարզիկի կողմից։ Այ ինչպես ես դու դրան վերաբերում, հոգեբանորեն որքանով ես պատրաստ, որովհետեւ դու ազդարարեցիր փաստորեն մեծ սպորտում, հա, այսպես ասենք, ավարտի մասին որպես մարզիկ։ Օրինակ, այսպես ասեմ, Շակե ջան, երբ որ մարզիկը մտնում է մեծ սպորտ, ոչ մի բանի մասին չի մտածում, միայն հաղթանակներ, որ մեր հայազգին ուրախացնի։ Իսկ երբ որ գալիս է արդեն վերջ արդեն սպորտը, պետք է նաև մտածի հետագայի մասին։ Ես բախվել եմ դրան, որ ինձ մոռացել են նույնիսկ, իսկ ես շատ ծանր եմ տարել դա։ Դա որ ժամանակ 16 թվականին էր այն դոպինգ սկանդալի հետ կապված։ Այո, ես հիշեցի։ Շատ դաժան էր դա, երբ որ մարզիկը հաղթանակներ միշտ բերում է, ասենք հայ ժողովրդի իր կողքին է լինում։ Իսկ եթե մի բա ինչ որ դժվարություն է լինում մարզիկի մոտ, միանգամից մոռանում են մարզիկին, պետք չի դա այդպես անել, որտեղ մարզիկը կոտրվում է, իսկ եթե մարզիկը կոտրվում է, նա չի կարող էլ վերականգնվել, բայց ես շատ համառ եմ այդ կողմից ու ուզում եմ ապացուցեի կրկին։ Դու արդեն ապացուցեցիր մի քանի անգամ այս բոլորին։ Մենք տեսանք արդեն քո համառությունը։ Լավ, այսօր երբ ազդարարեցիր ավարտի մասին մեծ սպորտում, հա, ինչով ես զբաղվելու Ռիփսիմե Խուրշուդյանը։ Նաև բախվել եմ այդ հարցին, ես այդ նորից ասեմ 16 թվականին, երբ որ բան չունեի անելու, պետք է սպասեի մինչև 2020 թիվը, աշխատանք էր ինձ պետք, ես ուր որ գնացել եմ, ինձ ասել են դու պետք է կրթություն ունենաս SS ոլորտում, բայց ես ժամանակ չեմ ունեցել, ասենք, բացի սպորտից ինչ որ մի ուրիշ մասնագիտություն, այո, իմ մասնագիտությունը մարզիչ մանկավարժն է եղել, կամ պետք է ֆիզկուլտի դասատու լինեի, կամ ծառայամարտի, այո։ Այդպես Եվս դա էլ ինձ ստիպեց, որ ես կրկին վերադառնամ սպորտ։ Իմ միակ աշխատանքը սպորտի մեջ է եղել։ Հիմա ես շատ կուզենայի նորից սպորտի մեջ լինել, բայց աշխատեի արդեն։ Ասված տեսնենք ինչպես կլինի։ Ինչ որ առաջարկներ կան, գիտես որևէ, հա, այսպես Պարոն Ծառուկյանը ինձ ասեց, որ մենք ուզում ենք դու մեր կողքին լինես, որի համար շատ շնորհակալ եմ։ Հիմա կտեսնեմ ինչպես կլինի։ Իսկ ինչ ես պատրաստվում, օրինակ դու ինչ կուզենայիր անել, հա։ Ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև Ռիփսիմե Խուրշուդյան, Նազիկ Ավդալյան, հա, անուններից հետո մեծ ուրախությամբ պիտի ասենք, որ օրինակ կան նոր անուններ, հա, վառ օրինակը մեր չքնաղ աղջիկը Գյումրեցի Ալեքսանդրան Գրիգորյան, ով 19 տարեկան է եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, դա արդեն մեծ բարձրունք է մեր ծանրամարտուհու համար։ Հուսով եմ շարունակական կլինի, որ աստղայինը չտանի երբեք, եթե աստղայինը չտարավ, հաստատ մարզիկը բարձրունքի կհասնի։ Այդպիսի բաներ կա, մարզիկների մոտ էլ կա այդպես։ Շատ շատերն են հանդիպել, երբ որ ասենք մի մրցաշար հաղթում է, ես եմ որ կամ այդպես չի կարա լինի։ Եթե մրցանակը վերցրեցի, աստղային հիվանդությունը մի խոսքով ամենուր է։ Հետո վերադառնում քո երկիր, վերջ, մոռացար դովես, դու պետք է նորից սկսես մարզվել։ Շատ հետաքրքիր էր, ես չգիտեի, որ այդ հիվանդությունը մարզական աշխարհում էր կա։ Ինչ էի ուզում ասել, այս բոլոր աղջիկների համար եւ Ալեքսանդրայի համար վստահաբար դուք օրինակ եք, հա, եւ եթե դուք այսօր ասպարեզում չլինեք, ձեր գործունեությունը չծավալեք, իհարկե ես ուրախ եմ, որ ՀԱՕԿ նախագահի կողմից կա առաջարկ եւ վստահ եմ, որ դուք կհամագործակցեք, բայց որպես, հա, արդեն որպես ոչ ակտիվ մարզիկ, սպորտում գործունեություն ծավալող մարզիկ, ինչ եք պատրաստվում
տալ այսօր եկող նոր սերունդին, որովհետև վստահաբար Հայաստանի բոլոր մարզերում, թե փոքրիկների, երիտասարդների, թե պատանիների շրջանում մենք ունենք շատ տաղանդավոր, երեխաներ։ Եվ նաև այստեղ ուզում եմ հիշենք Արցախից տեղահանված, մեր հայրենակիցների մասին, որոնց շրջանում եւս բազմաթիվ տաղանդավոր երեխաներ կան։ Այ դուք պատրաստվում եք իրենց ձեռքից բռնած հասցնել այդ հաղթանակի պատվո առաջին հարթակին, Ասեմ, որ մարզիչի գործը շատ բարդ գործ է, որպես մարզիկ ես տեսնում եմ մեր մարզիչները ինչպիսի հոգեբանական ստրես են ապրում, երբ որ մենք հարթակ ենք բարձրանում։ Իսկ ինձանից ինչ կախված է, ես իմ խորհուրդներով, այն որ ասում եմ կամքիս ուժը որ կա, ես կփոխանցեմ իրենց, կաջակցեմ, որպեսզի լավ մարզիկներ դառնան։ Ես օրինակ իմացա, մինչև բուն մեր զրույցը սկսել է, որ աղջիկներից որոշները ունեն մտահոգություն, որ այլևս մրցումներին դուք չեք մերժում։ Այ ինչպես եք իրենց ուժ տալիս, Մեր հավաքականի բոլոր աղջիկները ասում են, ախր Ռիփսի քուրիկ, եթե դու չլինես հավաքների, մենք ոնց ենք անել, որովհետև ես աշխուժություն էի մտցնում մարզումներին, ասենք մյուսի մոտ օրինակ եք ձեր փորձով ձեր ոչ չէ լինում, ասենք բարձրացնել, ասում էի, դե ոչինչ, եթե չի վաղը ավելի շատ կբարձրացնես, մի ընկճվի էլի, լավ կլինի, ասում եմ, ինչ լավ դուխ ես տալի մեզ։ Շարունակեք վստահաբար։ Այնպես որ ես նորից ձեր հետ եմ, կարող է հավաքներին չմասնակցեմ, բայց ես կգամ, կտեսնեմ, կգնամ։ Իսկ այս տարի մեզ սպասվում է փաստորեն բազմաթիվ դեռ այսպիսի մրցումներ, կհուշեք ինչ է սպասում, որովհետև մենք գիտենք միայն, որ 2024 թվականը օլիմպիական տարի է, օգոստոս ամսին է տեղի ունենալու Փարիզում օլիմպիական խաղերը։ Ինչ մրցումներ ունենք, ինչպիսին է ձեր կանխատեսումները, էլի կլինի այսպես մեդալների տեղատարավ։ Ես գիտեմ, որ կանխատեսումը լավ գործ չէ, բայց ես վստահ եմ, հենց մեր ծանրամարտի առումով, եթե այսպես շարունակվի, վստահ եմ, որ մեդալներ շատ կլինեն, որովհետև գալիս են նորեկները, երիտասարդները ու շատ ուժեղ մարզիկներ են։ Իսկ մրցաշարերը բացի օլիմպիական խաղերից երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնություններ կան պատանիների ու մեծահասակների աշխարհի առաջնությունը դեկտեմբեր ամսին է։ Հիմա ինձ վնասվածքներն են կանգնացնում, որ մարզումները դադարեցրել եմ։ Մարզիչների խորհրդով ուզում եմ, որ աշխարհի խաղերին մասնակցեմ ես։ Եթե հասցնեմ վերականգնվել, վնասվածքներս բուժեմ ու անեմ այնպիսի կիլոգրամներ բարձրացնեմ աշխարհի առաջնության համար, մեդալի հավակնորդ լինեմ, կմասնակցեմ, իսկ եթե ոչ, արդեն ոչ։ Ռիփսի այ խոսեցիր վնասվածքների մասին, այդ զրկանքների, տառապանքների, ինչպիսի բարդ վնասվածքներ ես ունեցել այս տարիների ընթացքում։ Ամենաբարդ վնասվածքս դա եղել է աշխարհի առաջնության ժամանակ, թևս եմ կոտրել պոկուն վարժությանը։ Երբ որ օլիմպիական խաղերի մնացել էր 6 ամիս, Նախորդ օլիմպիական խաղերի մասին, 2012 թվականի Լոնդոնի, այո, ես կոտրեցի իմ ձեռքը ու արդեն ես չեմ պատկերացնում ինչ է կատարվում, ոնց է լինելու իմ թևը, ես մտածում եմ օլիմպիական խաղեր ես հասցնելու եմ, թե չէ։ Երբ որ մրցումներից վերադարձանք Հայաստան, տեղի բժիշկները ասեցին, որ չես հասցնի։ Ես պատկերացնում եմ ինչ ապրումներ ես ունեցել։ Ու ես լացելով այդ կաբինետից դուրս եմ եկել ու ասել եմ շտաբ դիմել եմ հենց պարոն Ծառուկյանին։ Խնդրել եմ, որ ինձ ուղարկի Մոսկվա վիրահատության, նա չի մերժել, ինչպես միշտ մեր կողքին կանգնած է եղել ու առավել եւս իմ կողքին, որի համար շատ շնորհակալ եմ։ Այդ բաղձալի մեդալը որ կա օլիմպիական խաղերի, պարոն Ծառուկյանի շնորհիվ եմ դրել։ Այսինքն երբ վիրահատությունը կատարվել է Մոսկվայում, հնարավոր է եղել, Այո, ինձ ասեցին դու 3 ամսում արդեն կվերականգնվես ու կվերադառնաս քո սովորական սպորտի։ Ու այդպես էլ եղավ, Միանշանակ։ Մենք իհարկե ի սրտե առաջնային քեզ առողջություն ենք մաղթում, թող այդ հաղթանակները չլինեն քո առողջության հաշվին, մեզ համար կարևորը դու լինես շատ առողջ։ Եվ ուզում էի ճշտել, այս բոլոր աղջիկների մասին, որ խոսեցինք եւ առհասարակ են բոլոր մարզիկների մասին, երբ կարողանում են ունենալ օրինակ եւ այդ օրինակին ձգտելով, գալիս են ճանապարհ են անցնում, մարզիչներն են օգնում, սպորտային մեծ աշխարհն է օգնում եւ այլն։ Բայց դու երբ ընտրում էիր, սպորտի ճանապարհը, այ քեզ համար ով օրինակ եղավ։ Եվ եթե չլինեիր դու ծանրամարտիկ, ապա ով կլիներ այսօր Հռիփսմեն։ Ճիշտն ասած չեմ որոշել ով կլիներ։ Ընդհանրապես սպորտը շատ եմ սիրել, բայց հենց ծանրամարտը ընդհանրապես գաղափար չեմ ունեցել, թե ծանրամարտը ինչ բան է։ Մեր հասարակության համար հատկապես է, կին ծանրամարտիկը,
Իսկ ով դարձավ այդ առիթը, պատճառը։ Քույրս, իմ փոքրիկ քույրս, մենք 4 քույր ենք, ինքը երրորդն էր։ Թաքուն ծնողներից թաքուն միշտ հաճախում էր ծանամարտի տալիճ։ Ասի դուր ես գնում, այսքան ամեն օր այս ժամին, ասեց արի քեզ էլ տանեմ, տես որտեղ եմ գնում։ Գնացի այդպես թաքուն նայում է, թե ինչպես են բարձրացնում, հա։ Հետո իմ առաջվա մարզիչը Սարմեն Եսայանը ասեց արի առաջ մի հատ ստուգեմ քո տվյալները, արդյոք դու կարող ես բարձրացնել։ Ստուգեց ու ասեց դու բարձրակարգ մարզի կդառնաս։ Ինքը ասեց առաջին իսկ փորձից, հա։ Ես էլ չեմ հասկանում ինչ ասում։ Այդպես տվեց ծանրությունը բարձրացնել, չէ, ասեց ես գալու եմ ծնողներիդ ասեմ, որ դու գաս հաճախես էլի ծանամարտի։ Այդպես ծնողները դեմ էին այդ փուլում, հա։ Հետո եկա մարզիչը համոզեց։ Մամաս դեմ է եղել, մինչ օրս էլ դեմ է։ Մամային պետք է հասկանալ։ Բայց պապաս, քանի որ շամարտի է հաճախել ու կիսատ է թողել, ասեց ես կուզենամ դու շարունակես սպորտը։ Դե պապան սպորտի մեջ է եղել, դրա համար հասկացել է ինձ։ Մաման էլ ստիպված արդեն մարզիչի խոսքերը հավատաց։ Իսկ քույրիկը շարունակեց այնուհետև սպորտը թողեց։ Քեզ բերեց այս աշխարհ ինքը։ Քույրիկը ինձ բերեց ու ինքը դուրս եկավ։ Իսկ այսօր երբ դու նայում ես քո զավակներին, այ կուզենաս, որ իրենք անցնեն այն ճանապարհով, որով դու ես անցնում, որովհետև մենք խոսեցինք այդ տառապանքների, տարբեր զրկանքների փուլը, որ մենք որպես հանդիսատես չենք տեսնում, չէ՞։ Նաև որպես կին, իհարկե, ես օրինակ մտածում եմ, ինչպես ես դու կարողացել համատեղես, որովհետև դուք մշտապես մրցումների եք, որակավորման, հա, ելույթների, այդպես ու անընդհատ բացակայում եք տանից։ Իհարկե, մեծ տղաս հաճախում է մարզումների, ամեն տեսակի, ասենք, տարել ենք սպորտի, երաժշտական դպրոց, բան, չի ասում ես մենակ ուզում եմ շտանգայի գալ, ասում եմ դե արի, բայց ճիշտն ասած թամբալ է, երբ որ ես մրցումների, այո, երբ որ մրցումների եմ լինում, չի հաճախում, երբ որ վերադառնում եմ տուն, մամա ես գալիս եմ, դե երևի հասկանալի է, գալիս եմ մարզումների, իսկ եթե ես դուստր ունենամ, ես հաստատ չեմ ասի մի գնա, կարող է եւ նա քաշի ինձ համար Բայց կթողնես իր ընտրության։ Ես հաստատ դեմ չեմ լինի, այո, իհարկե։ Այս տեղատարափը մեդալների, առհասարակ ինչպես քեզ քո մարզական ընկերներին հաջողվեց, մեզ այս իրավիճակում, գիտես, որովհետև դժվարին ժամանակներում ենք ապրում եւ ձեր մեջ որտեղից այդ ուժը, հա, հատկապես, այսպես ասեմ, յուրաքանչյուրս ով ինչ որ մի գործ է կատարում, այս փուլում առաջվա այդ մոտիվացված վիճակը մեր մեջ չկա եւ դա բնական է 2020 թվականից հետո ցավոք սրտի չենք կարողանում, հա, ի սրտե, այո, լիարժեք ուրախանալ։ Այդ ձեզ ինչպես է հաջողվել դա վերածել հաղթանակի։ Մեր կողմից ինչ որ հասնում է, ուզում ենք մեր հայ ազգին ուրախացնել գոնե 1%-ով։ Ասում ենք, եթե այնտեղ այդպես է լինում, գոնե այս մարզիկներով մի փուճուր ուրախացնենք մեր հաղթանակներով, գոնե ցվրվեն մարդիկ։ Ուժ են գտնում, ամեն ինչը մի կողմ ենք դնում ու ապացուցում են, որ հայ ազգը միշտ կա, կլինի ու ուժեղենա։ Իսկ ինչպիսի, այսպես ասենք, խնդիրներ ես տեսնում այսօր սպորտում, մեծ սպորտում, ինչու՞ չէ, հա, Հայաստանում կան խնդիրներ, որոնք դու նաև կարող ես, հա, այսպես, որոնց դու բախվել ես եւ կարող ես արդեն որպես կառավարման խորհրդի անդամ, եթե դու լինես ՀԱՕԿ-ում, կարող ես դրանց լուծումներ բերել։ Ճիշտն ասած, ես չեմ տեսնում նման խնդիրներ, մարդը միջից պետք է լավը տեսնի։ Չպետք է ինչ-որ բան գտնի, ասեցի լավը չի, վատնա, սենց եմ ուզում, այ որ սենց լիներ, չէ, դու ամեն ինչը դիմի կողմ, դու աշխատի լավը տեսնել։ Ես որ չեմ տեսնում, չգիտեմ, եթե վատը լիներ, հաստատ մեդալներ չէինք ունենա, հաղթանակներ չէինք ունենա։ Պրինցիպը իսկ դուք բոլոր մարզիկներով այսպես միասնական եք, հա, օրինակ այդ պարապմունքների ընթացքում կարողանում եք միասնականորեն շփվել, հա, որևէ օրինակ նպատակ դնել միասնական, օգնում եք մեկը մյուսին։ Միանշանակ միասնական պետք է լինենք, որ հասնենք արդյունքի։ Իսկ եթե մեկը մյուսի տակ քանդելով, հաստատ չեն գնա առաջ։ Մարզական աշխարհում էլ է այդպես էլի այդ տակը քանդելու ինստիտուտը այդտեղ է, ամեն Բայց ամեն ինչ անում են, քանի որ ես հավաքականի այդ մեր ավակն էի, ես ամեն ինչ անում եի, որ նման խնդրի առաջ չկանգնեինք։ Իսկ ավակի պարտականությունը ո՞րն է։ Դե ռեժիմ պահպանելը, այն որ մեկը մյուսի տակ չքանդելը, խորհուրդ տալը,
որ աղջիկները ընկճվում էին, գնում էի, ասում էի, լավ խոսքեր էի ասում էի դու նա ինձի, ես ինչերի միջով եմ անցել ու հիմա ինչքան բարձրունքի եմ հասել։ Ինձ միշտ օրինակ բերելով երեխեք ասում են, հա, ճիշտ ես ասում, ռիփսիկուրիկ։ Շնորհակալ եմ շատ, Ռիփսիմե ջան, եւս մեկ անգամ իսկապես ի սրտե շնորհավորում եմ, մաղթում եմ մեր բոլորի անունից, հա, որ քո հետագա բոլոր ձեռնարկումներում դու ունենաս միայն ու միայն հաջողություններ։ Անչափ շնորհակալ եմ։ Եվ քո վերջին խոսքը, եթե կուզենաս որևէ բան ասել, ամփոփելով մեր զրույցը, դա կլինի մեր հայրենակիցներին, ովքեր ընկճված են տարբեր սոցիալական խնդիրներից, հա, ազգային անվտանգությանը սպառնող խնդիրներից, նաև կուզենայի այդ խոսքը հնչել այն մարզիկին, ով ունեցել է որոշակի ենթադրենք բաց թողումներ, հիասթափություններ է ապրել եւ այսօր կոտրված փուլում է։ Հիմա ամենակարևոր ես կուզենամ մեր հայ ազգին խաղաղություն լինի, մեր զինվորներին քաջ առողջություն, եթե նրանք լավ լինեն, մենք էլ լավ կլինենք։ Իսկ արժևում օլիմպիական խաղերն են, ես կցանկանամ մեր հայ մարզիկներին, ինչպես կան, բարձրունքում այդպես էլ մնան, երբեք հետ չնահանջեն, որ ապացուցեն մեր հայ ազգը, մեր մարզիկները շատ հզոր են ու կմնան հզոր։ Շնորհակալ։ Ես էլ եմ շնորհակալ։